Եգիպտոսի կառավարությունը հարձակումը անվանել էր ինքնիշխանության խախտում, Սաուդյան Արաբիան բարի հարևանության սկզբունքների խախտում, իսկ Օմանը դատապարտել էր տարածաշրջանային լարվածությունը։ Այնուամենայնիվ, հրադադարը, որն ըստ էության արդեն հաստատվել է, ձեռնտու է թե Իրանին, թե Իսրայելին։ Այս պահին կողմն է Իսրայելին իրապես ձեռնտու չէ ռազմական գործողությունների ծավալումը, հաշվի առնելով այն ավերածությունները, որոնք կան Իսրայելի տարածքում, դրանք աննախադեպ են իրականում եւ հավանաբար 1947 թվականից հետո նկատի ունեմ Իսրայել պետության ստեղծումից հետո այսպիսի ավերածություններ երբեք չի եղել Իսրայելում, դա աննախադեպ է եւ այդ առումով կարծում եմ, որ այս պահին հենց Իսրայելը շահագրգիռ կողմն է, հաշվի առնենք նաև, որ Իսրայելը իր տարածքով փոքր է եւ այն ավերածությունները, որոնք հասցվել են, դրանք իրապես այդ տարածքի համար բավականին լայնածավալ են։ Ըստ Իրանագետի, Ամերիկան եւ Իսրայելը հասել են իրենց նպատակին եւ չեղարկել են Իրանի միջուկային զենքի ստեղծման ծրագիրը։ Հրադադարը փխրուն է, բայց այն կպահպանվի, որովհետեւ Դեսպայդրության բոլոր կողմերին ձեռնտալի որ պատերազմական գործողությունները դադարեցվեն եւ շարունակվեն։ ԱՄՆ-ն եւ Իսրայելը հասել են իրենց նպատակին, եթե ոչ ամբողջությամբ, ապա մի քանի տարով հետ են գցել Իրանի միջուկային ծրագիրը։